Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր ապրիլի 27-ին ամուսնանում է։ Նրա ինստագրամյան էջում հարսանեկան կադրեր են հայտնվել, որոնցում Ռոզան եւ նրա սիրելին պսակադրվում են եկեղեցում։ Ռոզան ընտրել է փայլուն սպիտակ հարսանեկան ուղիղ զգեստ, որի փեշը դիպչում է գետնին։ Փեսացուն եւս ընտրել է սպիտակը կրելով սպիտակ պիջակ եւ սև տաբատ։ Ռոզան նախընտրել է դասական սանրվածք, մազերը հավաքելով ցածր կոսով։ Հավելենք, որ դերասանուհու նախահարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին, որը հարսնացուն ավանդույթի համաձայն անցկացրել է մտերիմ աղջիկների ու կանանց շրջապատում։ Ռոզա Դավթյանի կյանքի այս կարևորագույն օրը չէր կարող չլինել լի հուզմունքով եւ հիշողություններով, որոնք անցյալից էին գալիս ու ներկան էին հյուսվում։ Հարցազրույցների ընթացքում եւ միջոցառման կուլիսներում հայտնի դարձավ, որ դերասանուհու հորեղբայրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Արտակ Դավթյանն է։ Մարդ, ով ոչ միայն զինվորական ծառայության ոլորտում նշանակալի նվաճումներ ունի, այլ նաեւ Ռոզայի կյանքում մշտապես ունեցել է հոր պես կարևոր դերակատարություն։ Տարիներ առաջ Ռոզա Դավթյանի հայրը Շավարժ Դավթյանը կյանքից հեռացել է։ Նա որսորդ էր, բնության հետ կապը միշտ իր մեջ պահած մարդ, ով իր օրինակով սովորեցրել էր Ռոզային պայքարել կյանքի դժվարությունների դեմ, գնահատել ազնվությունն ու մարդկային ջերմությունը։ Հայրիկի կորուստը Ռոզայի համար ծանր փորձություն էր, սակայն հենց այդ պահից նրա կյանքում առավել կարևորեց հորեղբոր Արտակ Դավթյանի դերը։ Արտակ Դավթյանը ոչ միայն պետական կարևոր պաշտոններ է զբաղեցրել, այլև ընտանիքում եղել է հենարան եւ սիրառատ մեծ եղբայր։ Նրա զինվորական խստությունը խառնված էր ընտանեկան ջերմությանը, ինչի շնորհիվ Ռոզան միշտ զգացել է, որ իրեն պաշտպանում են սիրահոժար օժանդակում բոլոր դժվար պահերին։ Եվ ահա հարսանեկան օրն այն պահը, երբ սովորաբար հայրն է ուղեկցում դստերը դեպի եկեղեցի Աստծո օրհնությունը ստանալու, Արտակ Դավթյանն արժանապատվորեն ստանձնեց այդ պատասխանատու եւ հուզիչ առաքելությունը։ Եկեղեցում մուտքի մոտ սպիտակ զգեստով փայլող Ռոզան ամուր բռնել էր հորեղբոր ձեռքը։ Արտակ Դավթյանի դեմքին միաժամանակ կոշտության եւ անսահման գոռովի արտահայտություն կար։ Նրա աչքերում կարծես դրսևորվում էր հպարտություն, կարոտ ու ջերմություն։ Նա գիտի, որ այսօր Ռոզան սկսում էր իր նոր կյանքը, բայց միաժամանակ միշտ մնալու էր իրենց փոքրիկ աղջնակը։ Երբ եկեղեցու զանգերն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը, Արտակ Դավթյանը հանգիստ քայլերով իր ողջ զինվորական հպարտությամբ ու ընտանեկան քնքշությամբ ուղեկցեց Ռոզային դեպի հարսանեկան օրհնությունը ստանալու, հավատալով, որ այնտեղից սկսվում է նրա երջանիկ ճանապարհը։ Հյուրերի աչքից չի վրիպում այդ հուզիչ պահը։ Յուրաքանչյուր հայացք լցված էր հարգանքով ու հիացմունքով, թե հորեղբոր հանդեպ, ով այդպիսի պատասխանատվությամբ լցված էր, եւ թե Ռոզայի հանդեպ, ով այսօր ինչպես երբեք գեղեցիկ ու ուժեղ էր, կրելով իր մեջ անցյալի հիշողությունները եւ ապագայի հավատը։ Այս պատմությունը եւս մեկ անգամ վկայում էր, որ ընտանիքը միայն արյունակցական կապը չէ, այլ այն սերն ու նվիրվածությունը, որով մարդիկ միմյանց աջակցում են կյանքի ամենակարևոր պահերին։ Արտակ Դավթյանն, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին, այսօր ամբողջ սրտով նվիրել էր իր սիրելի եղբոր դստերը Ռոզային, եւ այդ նվիրվածությունը տեսանելի էր ամեն շարժման, ամեն հայացքի, ամեն օրհնության մեջ։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի դիտեք բոլոր տեսանյութերը հենց առաջինը եւ իհարկե գրեք ձեր կարծիքները դերասանուհու հարսանեկան արարողության մասին։ Հարսանեկան հանդիսության ամենահուզիչ եւ գեղեցիկ պահերից մեկն էլ անկասկած Սկեսուրի կողմից կազմակերպված ավանդական դիմավորման արարողությունն էր, երբ եկեղեցական սուրբ արարողությունից հետո նորապսակները դուրս եկան, նրանց դիմավորեցին երաժշտության բարձր ձայների ներքո։ Դահլիճում թնդում էր հայկական ավանդական եւ ժամանակակից երգերը, բայց մինչ այդ Սկեսուրը նրանց դիմավորեց դհոլի եւ զուռնայի ուղեկցությամբ, ազգային հագուստով պարուհիներն ու պարողները հարսի ու փեսայի դիմաց պարում էին հայկական ավանդական պարեր։ Սա մի խորհրդանշական պատկեր էր, հիշեցնում էր մեր հնամենի արմատների ու ընտանեկան կապերի ամրության մասին։ Սկեսուրը զարդարված շքեղ կերպարով, ձեռքին երկու մաքուր ու փափուկ լավաշ դիմավորեց նորապսակներին հատուկ հանդիսավորությամբ։ Նա թեթև ժպիտով եւ աչքերում փայլող հուզմունքով մոտեցավ զույգին, հանդիսավոր քայլերով
միաժամանակ նրանց մոտ բերելով ընտանեկան օրհնության ողջ ջերմությունը։ Լավաշները նա հանդիսավորությամբ դրեց Հարսի և Փեսայի ուսերին, ավանդաբար մաղթելով նրանց ընտանեկան առատություն, անսպասեր հավատարմություն և համերաշխություն։ Բացի լավաշի խորհրդանշական արարողությունից, սկեսուրը ձեռքին ուներ նաև քաղցրավենիքով լի զամբյուղ։ Նա քաղցրավենիքը բաժանեց հյուրերին և նորապսակներին՝ ի նշան քաղցր կյանքի, հաջողության և երջանկության։ Ամբողջ դիմավորման ընթացքին ուղեկցում էր զվարթ երգ ու պար, ներկաները ծափահարում էին, պարում, հնչում էին բարեմաղթանքներ և կենացներ։ Սկեսուրը, որպես տանտիկին և նորապսակների ընտանիքի առաջին հովանավորներից մեկն, իր ողջ սիրով ու ջերմությամբ օրհնեց զույգին, մաղթելով նրանց երջանիկ և ամուր ընտանիք։ Այս ամենն իրականացվեց այնպես, որ համադրված լինեին ավանդական արմատները և նորաձև լուծումները՝ փայլուն դիզայնի, նուրբ երաժշտության և նրբաճաշակ դեկորների համադրությամբ։ Ամեն ինչ ծրագրված էր իդեալականորեն, բայց նաև պահպանված էր հայկական անկեղծության ու ջերմության յուրահատուկ շունչը։ Նորապսակները ժպտալով և ձեռք ձեռքի տված անցան այս գեղեցիկ ավանդական ճանապարհը՝ նշելով իրենց կյանքի նոր սկիզբը շրջապատված սիրով, օրհնությամբ և իսկական հայկական ընտանեկան ջերմությամբ։ Սկեսուրի կատարած այս խորհրդանշական արարողությունը դարձավ օրվա ամենահոգեթով, հուզիչ և անմոռանալի պահերից մեկը, որը երկար կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլոր ներկաների հիշողության մեջ։